Գյումրիում վերջին տարիներին քաղաքական մթնոլորտի ու քարոզարշավի պակաս չի զգացվում։ 2025 թվականի տիմընտրություններում պայքարում էին 9 ուժ քաղաքի ղեկը ստանձնելու համար, խոստանալով տարբերվող եւ քաղաքը զարգացնելու իրական գաղափարներ։ Գյումրին շանս ունի զարգանալու, առաջ գնալու, գոնե այս պահին մեր ունեցած հնարավորություններով туриզմի ոլորտում։ Մենք մեր գաղափարներն ունենք, մեր ծրագիրն ունենք, համարում ենք, որ մեր ծրագիրը ամենալավն է, կարող ենք հիմնավորել։ Ես որ եկա, պարտադիր երկրորդ եւ երրորդ հիվանդանոցներն ենք ունենալու։ Ամենաառաջին խնդիրը մեր քաղաքացիների համար փողոցաշինությունն է։ Գյումրին կարիք ունի արդյունավետ կառավարման։ Գյումրին կարիք ունի իր ենթակառուցվածքների հետ, ճիշտ նոր համակարգի ներդրման։ Ես պատկերացնում եմ ամենաառաջինը պետք է ռեալ ճիշտ հաշվարկներ, հետո նոր արտահայտություններ։ Կարևորը խնդիրների մոտեցումն է ու դրանց լուծման եղանակները գտնելը։ Նոր զարգացումը մենք կապում ենք միմիայն հեռանկարային ծրագրի հետ եւ այդ ծրագիրը ազատ տնտեսական կոդին է։ Մենք մեր ծրագրերի մեջ ունենք աղբի վերամշակման գործարան ստեղծելու ծրագիր, աշխատատեղեր ստեղծելու ծրագիրը։ 2025 թվականի տիմընտրություններում անցորոշեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ, ավականու կազմ չընդգրկված ուժերից մեկի ներկայացուցիչը հրաբուխ խոստացավ։ Այն որ ես ասում եմ հրաբուխ, դա պատահական չեմ ասում, այո, եթե այսօր այլընտրանքային տեխնազու չեղավ Գյումրիում, հաստատ պրոբլեմ ունենալու է քաղաքը։ Այսինքն, եթե դուք չընտրվեք, հրաբուխ է լինելու Գյումրիում։ Հրաբուխ չեղավ, բայց իրավիճակն ամեն օր ավելի շիկնեց։ Ով եք հվետալու կոալիցիա լինելու է, թե ոչ։ Գյումրու տիմընտրություններից անցել է արդեն 4 օր, բայց երրորդ ամենաշատ քվեն ստացած ուժը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է լուր մնալ, ինչն էլ լարվածության մեջ է պահում ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մասնագետները պնդում են, որ Մարտուն Գրիգորյանի կարգավիճակը այս պահին ամենավորոշիչն է։ Նախ քաղաքագիտական տեսանկյունից այն պահին, երբ քաղաքական ուժերը տարբեր խմբակցությունները մնալով տարբեր խմբակցություններ կարող են միավորվել, բայց մնում են իրենք տարբեր խմբակցություններ միավորվում են գործադիր ղեկավար ընտրելու հարցում, սա կոալիցիա է։ Ուրիշ բան, որ կառավար թե բանավոր միևնույն է ձևակերպում, ուզում եք կանոնը դրեք ախպերություն, քրություն։ Վարդան Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ, Սարիկ Մինասյանն էլ առանց պաշտոն չմնաց, ընտրվելով Հեցի Ղարսի մասնաճյուղի տնօրեն, խոստանալով փոխել իրականությունը։ Սարիկ Մինասյանը նշանակումից հետո սեպտեմբերի 8-ին այսպիսի գրառում արեց Facebook-ում։ Սա համայնքապետարանի կահավորած անվտանգ հենասյունն է, ներքևում վերաբերմունքը Գյումրու հանդեպ։ Հորդորում եմ զբաղվել ձեր ուղիղ պարտականությամբ, որի համար վճարում ենք գյումրեցիներս։ Իդեպ, Հեցն այսօր նման վիճակում է, քանի որ տարիներ շարունակ սուտ հայրենասերներն ու այսպես կոչված լավ տղերք օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց գումար չեն վճարել։ 2025-ի օգոստոսից այլ իրականություն է, խելոք սկսել են վճարել։ Իրավիճակը աղմուկոտ էր նաև ավականու ընդդիմադիր 4 ուժերի կողմից ընտրված ղեկավար Վարդան Ղուկասյանի շուրջ։ Ղուկասյանը խոստացավ կառավարությանը դատի տալ քաղաքին հատկացվող բյուջեն ավելացնելու համար, պատասխանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից չուշացավ։ Ուրեմն անկախությունից հետո նմանատիպ քաղաքապետ չի եղել այս երկրում, որ կառավարությանը դատի տա։ Մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ուժայինները Գյումրիում էին, ձերբակալվեց Վարդան Ղուկասյանը։ Այս պահին քաղաքը ղեկավարում է քաղաքապետի առաջին տեղակալը, բայց իրավիճակը շարունակում է պայթյունավետ մնալ։ Կառավարման ճգնաժամ են կանխագուշակում ՔՊ խմբակցության անդամները։ Հիմա կա կառավարման ճգնաժամ, թե չէ, շները մարդկանց հոշոտում են բառիս ամենալայն իմաստով։ Սա կառավարման ճգնաժամ է, թե ոչ։ Զիբիլը հայտնվում է մարդկանց բնակարաններում։ Սա կառավարման ճգնաժամ է, թե ոչ։ Մուշ թաղամասի աղբավայրը 24 ժամ այրվում է։ Սա կառավարման ճգնաժամ է, թե ոչ։ Եվ կարող եմ այս շարքը անվերջ թվարկել։ Անցնող տարում այս տաղավարի օրակարգում էին քաղաքական եւ քաղաքին վերաբերող բոլոր հարցերը։ Նույն տրամաբանությամբ շարունակվելու է նաեւ 2026 թվականին։ Հրաց Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։